ինչու եք դուք երկու ոտքի վրա քայլում, որովհետև մարդիկ այդպես են ծնվում, ես ծնվել եմ այդպես, Բարսայի երկրպագու եւ երբեք չեմ մտածել, որ կարող եմ լինել այլ ակումբի երկրպագու, որովհետև Բարսան ինձ հոգեհարազատ է, որովհետև նրանք կրեատիվ են, որովհետև նրանք ունեն պատմություն, որովհետև նրանք պայքարող են, որովհետև նրանք ոչ միայն ակումբ են, այլ իսկապես այլ ավելին քան ակումբ։ Դե ինձ թվում է, որ Դի Ստեֆանոյից սկսած արժանի հակառակորդներ շատ է եղել։ Ես կարող եմ Կարլոսին հիշել, Սերխիո Ռամոսին հիշել, Ռաուլին հիշել, Կրիստիանո Ռոնալդոին, ինչու ոչ։ Այժմյան կազմում Լամին Յամալ, Պեդրի, Կուբարսի, շատերը Դե Յոնգ, կարծես թե ամբողջ եւ իհարկե համար մեկ Ֆլիկ, որտեղ եթե Ֆլիկը չլեր, այս թիմը այսպեսին չէր լինի։ Կարող եմ առանձնացնել այսպես ասած Ժոզե Մաուրինյո եւ Հոսեփ Գվարդիոլայի այդ էպոխան, երբ որ իսկապես դա մարդ էր եւ կապ չուներով որ տեղում էր ինչ էր նրանք դուրս են գալի եւ քիչ եմ իրար սպանեին։ Շատ հնարավոր է որ Բարսան ինչպես այս վերջին բոլոր խաղերում կարծես թե առաջինը բաց կթողի, որովհետեւ հերթական անգամ այդ բարձր գտնվող գիծը պաշտպանների չարկատակ խաղա Բարսա հետ, հետո Ֆլիկը հերթական անգամ մի հատ առյուծի ձայն կհանի եւ ամեն ինչ կգա իր տեղը։ Բարսան առաջինը բաց կթողի, բայց վերջը կհաղթի։